Գիտեք, թե ինչն է միավորում ավելի քան 130 հայկական ՏՏ նախաձեռնությունների։ Նրանք բոլորը իրենց առաջին քայլերը արել են այստեղ, Digitech-ի տաղավարներում։ Digitech-ը վայր է, որտեղ գաղափարը դառնում է բիզնես։ Ֆուտբոլիստ, շուն, բեռներ տեղափոխող ռոբոտներ։ Այս տարի ևս Meridian Expo կենտրոնում նոր գաղափարների պակաս չկա։ Գրիգորը, Վահեն եւ Արարատը խոստանում են, իրենց ստեղծած ռոբոտը ապագայում արտակարգ իրավիճակներ կկանխարգելի։ Որդ ռոբոտ օլիմպիադային հայտը ներկայացնելուց մոտավոր մի ամիս առաջ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցավ դեպք, երբ շենք էր պայթել, որից տուժեցին շատ մարդիկ եւ մենք բոլորս մտածում ենք այդ ուղղությամբ եւ որոշեցինք ստեղծել հենց այս ռոբոտը։ Մեր ռոբոտը տեղաշարժվում է գազատար խողովակի երկայնքով եւ գտնում է գազի արտահոսքի աղբյուրը։ Նրա վրա տեղադրված է նաեւ GSM մոդուլ, որը կարող է SMS ուղարկել գազի վթարային ծառայությանը։ Արմաթիսաները ասում են, առանց թիմային աշխատանքի այս արդյունքին չէին հասնի։ Երբ որ տեսել եմ, որ իմ ընկերը դժվարանում է օրինակ 3D մոդելավորման այդ ոլորտում, իրեն օգնել եմ ու երբ որ նա է տեսել, որ ես եմ դժվարանում, ինքն է ինձ օգնել։ Այս տաղավարից մի քանի քայլ այն կողմ իրական դպրոցի սաներն են։ Նրանց ստեղծած ռոբոտն էլ կօգնի բեռներ տեղափոխել։ Տաղավարին մոտեցողները առհասարակ շատ են, շարժը շատ է, տարբեր տարիքային մարդիկ են մոտենում, տարբեր երկրներից, տարբեր լեզուներով խոսացող։ Մեխանիզմը պետք է իջեցնի, առաջ գնա, որից հետո սեղմի բեռը ու բարձրացնի, տեղափոխի։ Հոբելյանական 20-րդ Digitech-ին 80-ից ավելի ստարտափներ է մասնակցում։ Այսօրվա ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկի համար սա անձնական պատմություն է։ Երբ որ առաջի անգամ լսեցի Digitech-ի մասին, իմ կուրսեցիներից մեկը եկավ 2005 թվականին, ասեց գնացել եմ Digitech, հարցնում էինք էդ ինչ է, ասում էր ինովացիոն պրոդուկտներ եւ այլն, ու իմ համար մեծ պատիվ է վերջի վերջո լինել այս ամեն ինչի կենտրոնում եւ հետևում կանգնած։ Սակայն ոլորտի առաջընթացը պահպանելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ եւ կրթական համակարգի բարեփոխումներ, հատկապես արհեստական բանականության բումի ֆոնին։ AI բումը անում է, միջև էլ էր IT-ին ոլորտը իր բումը ուներ, երիտասարդները կարծում եմ մասնագիտության ընտրության գծով էլ ամեն երկրորդը եթե չի էլ անում խոսում է այդ մասին, ոնց որ շատ բարձր է հետաքրքրվածությունը։ Ուրիշ բան, որ կրթական ոլորտը վստահ չեմ, որ պատրաստ է այդ հետաքրքրությունները վերածել իրական մասնագիտությունների։ Այսպիսով Digitech-ը ցույց է տալիս ոչ միայն հայկական ՏՏ հաջողությունները, այլև նրա մարտահրավերները։ Ոգեշնչող գաղափարները եւ երիտասարդների անսպառ էնտուզիազմը պետք է հանդիպեն կրթական համակարգի ու պետության իրական աջակցությանը։ Միայն այդ դեպքում այսօրվա դպրոցականի պատրաստած ռոբոտը վաղը կդառնա համաշխարհային շուկայում ամենապահանջված պրոդուկտը։ Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։